Բարև ձեզ, իմ զրուցակիցը դերասան Սարգիս Գրիգորյանն է, որն է ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Այս վերջին տարիներին ամենաբարդ խնդիրը ես ինքս իմ եսի հետ աշխատելն է, որի ճանապարհը ես չէի պատկերացնում, որքան դժվար կլինի, քան թե ինչ-որ թվայցյալ խնդիրների վրա աշխատել։ Ես եմ իմ խնդիրը, իմ հույզերը, իմ ցանկությունները, իմ գայթակղությունները։ Վերադարձակ Ամերիկայից, ձեզ համար պարզ դարձավ ինչ է այդ ամերիկյան երազանքը, որով տարիներ շարունակ տարվում են այստեղ շատ մարդիկ։ Ամերիկան շատ լավ կարողանում է միֆերի թագավորությունն է, Հոլիվուդը հենց ինքը միֆերի կենտրոնն է։ Ամերիկյան երազանքը էլի նույն միֆն է։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում կապ չունի դու Միացյալ Նահանգներում ապրես, Ռուսաստանում ապրես, թե Անգլիայում ապրես, ժողովրդի մի հատված կա, մոտավորապես 5%-ը, որոնք հասնում են հաջողության։ Նույնն էլ Ամերիկայում է, այնպես չի, որ ամբողջ Ամերիկան հաջողության է հասել։ Հա, այնտեղ մի փոքր ավելի հեշտ է աշխատանք գտնել ու նորմալ ապրել։ Ինչու են այստեղ մարդիկ վառվում այդ երազով։ Այդպես է ցույց տրվում, ինչպես եք դուք դա բացատրում։ Եվ նաև դուք գնացել եք այնտեղ, ինչպես է պատկերացումները տարբերվում իրականությունից։ Գովազդ, Ամերիկան այնպիսի գովազդային մեխանիզմներ ունի, էլի եմ ասում Հոլիվուդը դա կլինի։ Հա, իհարկե, խելքեր կան, չէ՞ որ էմիգրանտների աշխարհը Ամերիկան, ինչքան խելացի դեմք կա։ Ինքը շատ լավ հասկանում է մարդու դերը, այսինքն ուժեղ մարդու, չէ՞, միակ երկիրն է, որը ունի վիզայի մի տեսակ, որը կոչվում է extraordinary, այսինքն տարբերվող մարդու վիզա է։ Եթե դու քո երկրում հաջողության ես հասել, ինքը քեզ շատ հեշտ տալիս է այդ իր հնարավորությունը, դու գաս իր երկրում հասնես հաջողության, որովհետև ինքը հասկանում է, չէ, որ դու տարբերվող մարդ ես, ու դու հաստատ այն 95%-ի մեջ չես։ Դրա համար էլ այդ երկրում այդ խելոք մարդիկ կարողանում են այդպիսի պատրանք ստեղծել, բայց այնուամենայնիվ ես ասեմ, որ 90% իմ համար պատրանք է, ինքը նորմալ երկիր է, սովորական, թե Եվրոպայի մյուս երկրները, Չինաստանը, որը հիմա ոչինչով համարյա չի զիջում Ամերիկային։ Իսկ ինչ խնդիրներ եք դուք այնտեղ տեսել, ինչ խնդիրների եք առնչվել, որը առաջին հայացքից չի երևում, կամ ընդհանրապես աշխատում են ցույց չտալ։ Կեղծ դեմոկրատիան։ Դեմոկրատիա ասվածը մեծ խաբեությունն է, որ կա, որովհետև աշխարհում դեմոկրատիա հասկացություն գոյություն չունի։ Փոխհմբռնում կարող է ինչ-որ մի երկրում ավելի անկեղծ լինենք մեկս մյուսի նկատմամբ, բայց դա համարել դեմոկրատիա չէ, որովհետև այնտեղ էլ նույն կերպով ով որ փող ունի իր խնդիրները լուծում է, այնտեղ էլ այդ մարդու անունը իրավաբան է, որը կարողանում է լոյերներ, որոնք շատ հեշտ կարողանում են փող ունես։ Շրջանցել օրենքը։ Հա, իհարկե, շրջանցել էլի։ Փող ունես, ամենալավ բժշկությունն ես ստանում, չէ, ժամերով, օրերով, ամիսներով նույնիսկ հերթագրվում ես, որ դու հասնես։ Այսինքն այնպես չի, որ կարող է մի չեմ էլ ասում, որ այստեղի նման է, չէ, առաջընթաց բավականին մեծ է, այդպես էլ մի քիչ անշնորհակալ գործ կլինի, ասես չէ, բայց որ այդպես ներկայացնում են, դա շատ մեծ գովազդ է։ Հաստատ այդպես չի։ Լավ, Ամերիկան, այն որ այդ երկիրը իրեն ներկայացնում է այդպես, դա հասկանալի է։ Բայց օրինակ հայ մարդը, որը գնում է Ամերիկա, ինչու է փորձում ցույց տալ, որ այնտեղ այսպես ամեն ինչ շատ լավ է, անընդհատ խրախճանքների մեջ է։ Հայ մարդու տարբեր շերտեր կա։ Աղքատության շեմին կանգնած մարդը ինքը չի փորձում ցույց տալ։ Ինքը դա տեսնում է, այսինքն ինքը հազար ներողություն մեքենա չի ունեցել, կամ էլ քշել է, ասենք, չգիտեմ, պապու թողած ժառանգությունը, բնականաբար այնտեղ մեքենա շքեղություն չի համարվում, ինքը առնում է իր Kia-ն կամ Toyota-ն կամ նույնիսկ Mercedes-ը, ու նորմալ է իր համար։ Նայած ինչ շերտի մասին ենք խոսում, այն շերտը, որը ապահովված է, կայացած է, չեմ կարծում, որ այնտեղ իրան լավ է զգում։ Բայց ինչի է ցույց տալի, որ լավ է, որովհետև մարդկանց ցավոք սրտի 90%-ը չի ուզում ընդունի, որ ինքը սխալվել է։ Ես ձեզ ամենայն անկեղծությամբ ասեմ, այնտեղ 90%-ը գիտի, որ Հայաստանը սիրում է, ապրում է Հայաստանով, բայց չի գա հետ, որովհետև ինքը չի ուզում հաշտվել մտքի հետ, որ ինքը սխալվել է, որ այդքան ծախսը արել, նույնիսկ հայրական տունը վաճառել եկել է։ Ու միշտ մտածում է Տեր Աստված, ինձ թվում է լավ կլինի, ու այդ լավը երբեք չի գալու։ Կամ էլ գալու է 5% դեպքում, որովհետև էլի եմ ասում, 5%-ն է ամերիկյան երազանքը, այդ մնացածը սովորական մեր նման չարքաշ կյանքով ապրող մարդիկ են, այնտեղի հայերը նույնպես առավոտից իրիկուն աշխատում են օդ-ադոյա, ոնց որ ասում են, որ կարողանան այդ բիլերի տակից դուրս գալ։ Այնտեղ էլ սարսափելի թանկ է ամեն ինչ, էլ չեմ ասում, այդքան տանվարձ, այդ տունը առնում ես, այդ տունը սկի քոնել չի, հետո պարզվում է, որ ասենք չգիտեմ, հողի փողն էլ ոնց որ ես ունեցել եմ տուն, տարին $12,000 մենակ մուծում էի, որ ես այդ տան հողի վրա եմ տունը, այսինքն չեմ ասում ինչ ահռելի ծախսեր է, ամեն ինչի համար պիտի վճարես, անընդհատ վճարում ես դու,
Այդ օրերը որ գալիս է բիլերի դա մի հատ դրա համար է պանիկատականները այնտեղ շատ է թվում է թե ապրում են don't worry be happy բայց այնքան պանիկատական մեկին sense գիտեք ոնց որ սա բոլորը փուչիկներ լինեն ասեղով կպնես գոռում է պատկերացեցիք իրանք տենց վերքերի ժպիտով ման են գալի բայց հանկարծ մի հատ ոտը տրորես սա ամբողջ կյանքի պատմությունը քեզ կասի չէ տակրկիր այսինքն մեզ թվում է թե Հայաստանում են մարդիկ շատ լարված շատ այնտեղ ուղակի չեն կարա գիտեն որ եթե ես քեզ նեղացնեմ իրանք դրա համար փող պետք է վճարեն լոյերները ինչի ասեցի չկա այնտեղ ամեն մեկը տենց իրանք կրքերը զգացողությունները զսպում են բայց հանկարծ մի բան եղավ կարող ցիրուց անեն Ես մի քանի անգամ զգացել եմ նույնիսկ իրար ճանապարհ տալուց մեքենայով են ժպիտներ ինչեն ասում կեղ ժպիտ այդ կեղ ժպիտ չէ զսպված օրենքը հազիվ զսպում է իրանց բայց իրանք մարդ են իրանք էմոցիաներ ունեն ամերիկան օրինակ այդ էմոցիաները ասում է զսպի թե չէ հերդ կանից եմ այսինքն էդ էլ այդքան լավ չի էլի որովհետև տեղեր կա որ պիտի չղայնանաս էլ մարդ ես պիտի միտեղ չգիտեմ այդ այդպես բաներ կա Իդեպ հազար ներողություն իմ ասածը բացարձակ ճշմարտություն չի։ Հալած յուղի տեղ չընդունեք, ուղղակի զրուցում եք։ Մի ձևակերպում կար, որ շատ էմոցիոնալ մի բան է, որ ասում եք մարդը իր հայրական տունը ծախել եկել է, այսինքն առաջին հերթին ինքը իրեն է խաբում, որ երջանիկ է ու հետո էլ դա Չէ, ասում եմ, այդ հայրական տունը շատ դեպքերում ծախում են մարդիկ, ովքեր էլ ճար չունեն այստեղ փող աշխատելու։ Այդ կատեգորիայի մարդիկ չեն դժգոհի, որովհետև իրանք գիտեն ջարդած տաշտակի առաջ են եղել։ Ես խոսում եմ այն կատեգորիայի մասին, որոնք կայացել են, ստեղծել են, արարել են ու հետո որոշում են ինչ-ինչ պատճառներով փոխեն հայրենիքը։ Դա իրենց համար շատ դժվար է, որովհետև նույն ճանապարհը էլի անցնել շատ դժվար է։ Մանավանդ մեծ տոկոսի դեպքում իրանք չեն զբաղվում իրանք սիրած գործով։ Դա էլ մի ուրիշ դժբախտություն է, որովհետև մարդը Իմ կարծիքով երկու երջանկություն ունի, երկրային երջանկություն։ Մեկը ընտանեկան երջանկություն է, մեկը աշխատանքային, որտեղ մասնագիտության մեջ բավականին ժամանակ է ծախսում։ Շատ դերասաններ, ասենք, գնում, ասենք ուրիշ Uber են քշում կամ ինչ-որ մի հատ ուրիշ գործ են անում։ Գիտեք, դա երջանկություն է, չեմ կարծում։ Ինքնախաբեությունն է, թե իբր երջանիկ ենք։ Ստեղից էլ երևում է եղանակը շատ լավն է, պայմաններն էլ գեղեցիկ են, օվկիանոսն էլ մեզ համար շքեղություն է, մեզ թվում է, թե դրախտը այն է, որ կա։ Չեմ կարծում, որ այդքան դրախտ է։ Ձեզ համար ինչ է եղավ վերջին կաթիլը, որ դուք որոշեցիք վերադառնալ։ Վերադառնալ։ Ես 3 տարի է որոշում եմ վերադառնալ։ Այդ վերջնական որոշումը, որ հասունացավ։ Իմ մոտ միշտ էլ վերջնականն է եղել։ Այստեղ շատ հետաքրքիր բան կատարվեց։ Ես որոշեցի, որ իմ ամբողջ ընտանիքը պիտի ուզի վերադառնալ։ Ես կարա 3 տարի առաջ էլ վերադառնայի։ Ուղղակի ես հասկացա, որ իմ ընտանիքը պատրաստ չի վերադառնալու, ու ես էլ ճուզեցի ավանդապաշտ տղամարդու նման ձեռս խփեմ սեղանին, ասեմ հայդա Հայաստան։ Չէ, ես ասացի, որ ես ուզում եի, որ իմ կինը Իմ ընտանիքը ընկալի թե ինչքան կարևոր է մեր տունը Հայաստանում մեր համար, մենք թե ինչի համար պիտի հետ վերադառնանք, ինչ ունենք այնտեղ, ինչ ունենք այստեղ, ինչի համար ենք մենք ապրում, որն է մեր լիքը հարցեր կա։ Ամենակարևոր փաստարկը, որ բերում եք, որն էր։ Ամենակարևոր փաստարկը, որ իմ տունը այստեղ է։ Ես հասկացա, որ ես անտեր եմ այնտեղ։ Անտեր ասելով տան հոգեվիճակը չէի գտնում։ Ես չէի զգում, որ ես տանն եմ, ես միշտ տուրիստիկ կարգավիճակում եմ ինձ զգացել, անընդհատ ոնց որ ճանապարհորդության մեջ լինեմ, դե ինչքան էլ լինի ուր ուզում ես գնա հոգնում ես չորեջջո։ Հետո ես կարոտում էի այստեղի փողոցները, իմ անցած ճանապարհը, իմ կենսագրությունը, իմ ընկերներին, այստեղի մարդկանց ում ես վիճում էի, մասնագիտության մեջ ինձ գնահատված լինելն էի կարոտում, իմ ծնողների շիրիմները, իմ եղբորն էի կարոտում, վերջապես իմ աղջիկը, մեծ աղջիկը դրա ամենավերևում կանգնած էր ուղղակի մի հատ ահռելի կարոտ ու տունը, որ ես այդ տունը բացի։ Հիմա ինչեր ասես կասեմ, բայց դա իմ ճշմարտությունն է։ Ու այդ 3 տարի է ես ուզում էի գալ, բայց ուզում էի, որ իմ ընտանիքը հասկանա, թե ինչքան կարևոր է իմ համար, ու դա էլ էր ինձ պակաս։ Ես ուզում էի հասկանալ, թե իրանց համար էլ ինչքան կարևոր է Հայաստանը, որովհետև այնուամենայնիվ Աստված եթե մեզ ինչ-որ միտեղ ստեղծում է, ուրեմն ինքը գիտի ինչի համար է մեզ այդտեղ դնում։ Ես դեմ չէ որ գնում ման են գալի, ապրում են, աշխարհը պտտվում են, ես էլ եմ դրա կողմնակիցը, բայց երբ որ դու տան զգացողությունը կորցնում ես, ուրեմն դու, ասենք, խնդրեմ կունենաս եւ նյարդերի հետ կապված, եւ հոգեվոր, եւ Աստծո հետ կապված անընդհատ այդ connect-ը չի լինի։ Տպավորություն էր, որ դուք էլ երջանիկ եք այնտեղ։ Երջանիկ էի։ Ես որ ասացի տունս էի կարոտել, հա, բայց ես տուրիստիկ կարգավիճակով երջանիկ եմ եղել։ Մենք ընտանիքով մի չգրված օրենք ունենք։ Մենք
ապրում ենք այսօր, որտեղ էլ լինենք։ Մենք ապրում ենք այսօրով։ Մենք եթե այնտեղ ենք, ուրեմն մենք պիտի այդ օրը վայելենք։ Աստծո տված բարի լույսը ու բարի գիշերը պիտի վայելենք։ Այդ դժվարությունների մեջ մենք չպիտի մոռանանք, որ մենք երեխեք ենք դաստիարակում։ Ու մենք ապրում ենք, ուղղակի ապրում ենք։ Ու անկախ նրանից ես ինչ խնդիրներ ունեմ, բայց ես ուզում եմ երջանիկ լինել նույնիսկ այնտեղ, որ ես չեմ ուզում ապրել այդ մայն։ Դուք այնտեղ էլ եք հարսանիքներ կազմակերպում, նաև այդ Այնտեղ չի կազմակերպում, այնտեղ ավարում է, այո։ Այստեղ կազմակերպում։ Ես անկեղծ ասած, երբ նայում եմ այդ կադրերը, երբ այդպես գումարներ են օթի մեջ սավառնում, իմ կարծիքով դա այնքան վուլգար կադրեր է։ Դու նայում ես այդ պատկերը ու դու գիտես, որ աշխարհում շատ սոված երեխաներ կան, ցուցադրական, ինչ որ քաղքենի մի բան կա այդտեղ։ Ինձ հետաքրքիր ձեր կարծիքը եւ տպավորությունը, այն ինչ դուք տեսել եք եւ ինչ տպավորություն Ես շատ բաների հետ համաձայն չեմ, շատ բաների հետ համաձայն եմ։ Նման հարցերին ոչ թե վերաբերվում եմ քննադատությամբ, այլ ես փորձում եմ իմ օրինակով փոխել դա։ Իմ վարած հարսանիքների մեծ մասին ես ուղղակի շատ նուրբ խորհուրդ եմ տալիս, մի քիչ ավելի զուսպանել, որովհետեւ միանգամից չես կարա փոխես ոչինչ։ Դու պիտի կամած փոխես, այդպիսի բան չի լինի, որ միանգամից փոխես։ Վերջի իրանք մեր հայրենակիցներն են, այդ ավանդույթները ինչ որ մի տեղից եկել է։ Ես գտնում եմ, որ այդ հարցերը ուղղվելիք հարցեր են։ Ու դրա համար պետքա ուղղակի կամած բերել այդ գիտակցության։ Ու գալիս են ասեմ մարդիկ։ Ու շատերը փորձում են դրա մեջ ինչ որ արդեն այդքան գեղեցկություն չեն տեսնում։ Մարդիկ կան դեռ դրա Թեխորոց կարող է դա գեղեցկություն լինել։ Ոչ մեկի մեղադրեմ։ Համբերատար շարժվում ենք առաջ։ Մենք հələ շատ դեպքերում քրիստոնյա ենք, բայց հեթանոսությունից հələ դուրս չենք եկել։ Այդ էլ իր խնդիրն ունի, որովհետև մենք հələ հեթանոս մտածողություն ունենք ու դա այդքան բարձ խնդիր չի, շատ բարդ է, որովհետև դարեր շարունակ մենք ապրել ենք, մենք սարեցի ժողովուրդ ենք, մեր պարերը տեսնում ես խրոխտ, բան, այդպես աղմկոտ ժողովուրդ ենք մենք։ Հիմա մենք որոշել ենք, որ Եվրոպան եկել ու մեզ ասում են մենք պետք է չաղմկենք։ Ինչ դժվար է։ Այստեղ որ եկաք ամենաշատը ինչը ձեզ ուրախացրեց եւ ինչը տխրեցրեց։ Ամեն ինչը ուրախացրեց, ոչինչ ինձ չի տխրեցնում, որովհետեւ ես իմ օրինակով ինչ էլ որ տխրացնի կուրախացնեմ։ Չեմ ուզում վատի մասին խոսում։ Ինչքան շատ է վատը, ինչ պետք է տխրեցնի ինձ։ Մեկ լավ չեն քշում ավտոները, սիգնալ բան, բայց դա էլ եմ հասկանում ինչից է։ Ավտոները շատ են, մեքենաները շատ են, ճանապարհները փոքր։ Այնպես չի որ տենց բանա։ Այդպես է Երևանն եղել։ Երևանը այնպիսի քաղաք է եղել, որ ասենք այսքան մարդուց ավել պետք է չլիներ։ Թամանյանն այդպես է։ Հիմա Երևանը դարել է տարածաշրջանի կենտրոններից մեկը։ Մանավանդ ցավոք սրտի Արցախյան պատերազմից հետո էլ մեր հայրենակիցները, որ եկան Հայաստան, բնականաբար ավելի ծանրաբեռնված երթևեկությունը։ Բայց ոչինչ էտել ծայրամասերը, որ մի քիչ ակտիվացնեն, ամեն ինչ տեղեկ են։ Դուք սկզբունքորեն ասում եք, որ քաղաքականության մասին չեք ուզում խոսել։ Ինչու եք եկել այդ եզրահանգման։ Անշնորհակալ գործ է խոսել մի բանի մասին, ինչից գլուխ չես անում։ Ես ինքս չեմ հասկանում ինչա կատարվում։ Դրա համար էլ չեմ ուզում։ Բայց կա ժամանակ, որ դուք խոսում եք։ Այսինքն այդ պահին ձեզ թվում էր, որ դուք հասկանում եք հետո։ Ամեն մարդ պիտի իր խաչը կրի։ Ես հասկանում եմ գնալով, որ ես ոչինչ չեմ հասկանում, այն ինչ որ կատարվում է մեր երկրում, ինձ թվում էր, թե ինչ պիտի չլինի եղավ, ինչ պիտի լիներ չեղավ։ Այսինքն ես հասկացա, որ այդպես միանշանակ չի։ Բայց եթե դուք ինձ հարցեր տաք իմ մասնագիտությունից, ես ձեր բոլոր հարցերին գրեթե բոլոր կպատասխանեմ։ Ու կվիճեմ շատ ու շատ մարդկանց հետ, ովքեր իմ մասնագետ, որովհետև ես դրանից տեղեկացված եմ, տեղյակ եմ։ Այն ինչ որ հիմա կատարվում է աշխարհում, նույնիսկ երևի քաղաքական գործիչներն էլ չեն հասկանում ինչա կատարվում, որովհետև մի օրվա մեջ ինչքան բան է կատարվում։ Հիմա ես խոսում եմ ու իմ կարծիքն եմ ասում։ Շատ են խոսացողները, լսողներ չկան։ Լսելն ենք մոռացել, մեր կարծիքը շատ կարևոր է։ Ամբողջ Հայաստան հայ ազգն է քաղաքականացված։ Կարծում եմ, որ դա մեզ շատ է խանգարում։ Դե բայց դա լավ օրից չի։ Գիտեմ։ Շատ են խնդիրները այնքան։ Գիտեմ, բայց արհեստականել են այնպես անում, որ մենք քաղաքականացվենք։ Մարդը չի զբաղվում լիարժեք իր գործով, իր մասնագիտությամբ։ Անընդհատ մի աչքի են կողմով այնտեղ, այսինքն թերի ես անում քո գործը, քո խրամատից դուրս ես գալիս։ Այն ինչ բժիշկը պետք է բժշկ, դա էլ է հայրենաշինություն։ Բժիշկին պետք է բժշկությամբ զբաղվի, դերասանը դերասանությամբ։ Հայրենաշեն լինելը, հո մենակ զբաղվել ով է ճիշտ, ով է սխալ, էս ինչ եղավ, չէ, դու քո գործը պիտի անես։ Քո առաքելությունը Աստված քեզ տվել է շնորհներ, օժտել է։ Դա էլ է հայրենաշինություն։
Հայնաշինությունը մենակ զինվորով ու չգիտեմ, բանով չի սահմանափակվում։ Ես դեպուտատին չեմ վճարում իմ աշխատանքի համար։ Ինքն էլ իր գործի մեջ ես չեմ խառնվում։ Ինքը աշխատավարձ է ստանում, ես իր հետ միասին մտածեմ։ Իսկ քաղաքացիական տեսակետ հայտնելը տարբեր հարցերի վերաբերյալ այդ պատասխանատվությունը։ Աստված ինձ տվել է մի հատ մասնագիտություն, որ շատ մեծ բեմ Հայաստանում, որոնց միջոցով կարող եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը հայտնել։ Ու ապրիլի 19-ին նոր ներկայացում կա։ Իսկապես արդեն ներկայացած եք ներկայացումներին։ Որովհետև ես տանն եմ, միանգամից գիտեմ, որտեղ ինչ ընկերները զանգել, արի էստեղ։ Ուզում եմ ասեմ, ամեն մարդ թող իր գործով զբաղվի։ Ինչ ներկայացում է։ Շատ լավ 40 օր, շատ հետաքրքիր։ Որ թատրոնն է։ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։ Լիքը խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում ենք արվեստի լեզվով, որը կարծում եմ իմ միջոցով ավելի հեշտ մարդկանց սրտին կկպնի, համ ես բավականություն կստանամ, համ հանդիսատես։ Այնինչ խոսալու համար, Դուք ասացիք, որ լսելու խնդիր կա մեծ իմաստով եւ փոքր տարիքից էլ ձեր շրջապատող մարդիկ նկատել են, որ երբ դուք խոսում եք, մարդիկ լսում են։ Իսկ ինչպիսի մարդկանց եք դուք լսում։ Այնպիսի մարդկանց, որոնք քիչ են խոսում։ Այնպես խոսալու մեջ այնքան լսելու բան կա։ Ուրախ մարդկանց, ժպտերես մարդկանց, պոզիտիվ մարդկանց, դրական մարդկանց, որովհետև եկել ենք այս աշխարհ դրականի հետևից գնալու, ոչ թե բացասականի։ Ու դրականի հետևից եթե գնաս, բացասականն էլ է դզվելու։ Ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի։ Քրիստոսը, երբ որ սատանայի հետ 40 օր հայտնվեց անապատում, ամեն կերպ սատանան ասում էր արի իմ դաշտ, գայթակղում էր, չէ՞։ Քրիստոսը 40 օր անսասան մնաց ու չգայթակղվեց։ Այսինքն մենք անընդհատ ապրում ենք այդ դաշտում, այնպիսի մարդիկ կան, որոնք իրոք դեպի լույսն են ձգտում, անկախ ամեն ինչից ինչպիսի նավաբեկություններ կլինեն, ոնց որ Քրիստոսը քնած էր, ասում չեք վախենում։ Դուք ձեր ճանապարհը։ Հիմա մենք մեր ճանապարհը շեղվում ենք ու գնում ենք քաոսի մեջ։ Այս աշխարհում միտեղ պատերազմ է լինելու, միտեղ հաղթանակ, միտեղ մի քիչ առաջ են գնալու, միտեղ մի քիչ հետ։ Մենք ոչ սկիզբն ենք, ոչ վերջն ենք։ Այսինքն աշխարհը շարժվում է։ Ինչ է հաղթանակը եւ ինչ է պարտությունը։ Հաղթանակ սեփական եսիդ նկատմամբ։ Ամենամեծ հաղթանակը մեր ծնված օրից մինչև հավերժություն ինչ է։ Դու գալիս ես ինքդ քեզ ապացուցել, որ դու մարդ ես, այլ ոչ թե կենդանի։ Քո մարդկային կերպարանք։ Մի անգամ ինձ հարցրեցին, ասեցին, լավ դե ինչ ես աղոթում հաց ուտելուց, ասում եմ, որովհետև շունը ուտում է, ես էլ եմ ուտում, բանով տարբերվեմ իրանից։ Շնորհակալ լինեմ այդ սնունդի համար, որ բարձյալը տվել է, որ սա իմ սեղանն է դրված, իմ ընտանիք կուշտ է։ Շու բաներ արժեքներ կա, չէ՞ որ մենք այդ արժեքներին հետևենք, չէ՞ որ տարբերվենք, չէ՞ որ Աստված մեզ տվել է տնօրինել այս բնությունը, ոչ թե լինել տերը, այլ տնորեն։ Այնտեղ ավելի մոտեցակ Աստծուն, ինչպես հասկանում եմ, այնտեղ ավելի հաճախ ցեցիկ եկեղեցի հաճախել։ Աստված քո սրտում պիտի լինի։ Եկեղեցին բնականաբար ավելի է քեզ մոտեցնում, բայց եթե դու չես հասկանում ինչ ես գնում եկեղեցի կամ գնում ես մենակ պահանջելու համար կամ գիտես որ խաչարեցիր դուրս եկար ինչ որ բան քո կյանքում փոխվելու է, ես կարծում եմ որ չարաչար սխալվում են ու ցավում են որ այդպես են գալի, որովհետև ափսոս այդ ժամանակը որ գալիս են։ Նախ ճանաչես ինչի համար ես անում այդ քայլը, ինչա քեզ Աստված ինչի պիտի լինի քո մեջ, ինչա ինքը քեզ պետք։ Իմ համար իր կարիքը շատ կա։ Ինքան հաճելի է, երբ որ դու գիտես, որ դու մենակ չես կյանքում։ Եթե դու Աստծո հետ ես, դու երբեք մենակ չես։ Եթե կարողանայիք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը, որը կլիներ։ Եղիր անկեղծ ինքդ քո հետ էլի։ Մի խաբեք ձեզ։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Կյանքը իմ ճշնամիները։ Այսինքն ընդդեմ եք գործել նաև։ Չէ, ընդդեմ չեմ գործել։ Իրանք ինձ սովորեցրել, իրանք իմ ուսուցիչներն են եղել։ Ես եթե աղոթում եմ, հաստատ չասեմ ամեն օր, բայց հաստատ աղոթներից մեջ մեկ-մեկ իրան շնորհակալություն եմ հայտնում, որովհետև իրանք ինձ դարձրել են ավելի բարի, ավելի ներողամիտ, որովհետև մենք ով ենք այս աշխարհում։ Մեր եսը մեզ այնքան է բարձրացնում, ես թվում է թե եթե մենք չլինենք, այս աշխարհը կանգնելու է։ No, չկա այդպիսի բան։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Իմ հարցում թե ընդհանրապես ինչ-որ գլոբալ առումով։ Մորս հետ կապված։
այնպես եմ կանեի, որ իրանք ավելի երկար ապրեն, փորձեի այնպես անել։ Կարող եք։ Եթե տարիքով լինեի, հա, երեխա էի, չկարողացա այդքան ընդգրկվեմ այդ իրանց հիվանդության, իրանց պատմության, իրանք այդքան էլ մեղմ ասած ապահովված չեն եղել ու շատ դեպքերում իրանց չեն հետևել։ Առողջության։ Հա, առողջությանը տարբեր բաներ։ Ու այդպես ես որ մի քիչ տարիքով լինեի, ես կարող էի միգուցե Աստծո կամոք բեկում մտցնեի։ Մանկության մի դրվագ, որ մեծ ազդեցություն է ունեցել ձեզ վրա։ Կան այդպիսի դրվագներ, բայց չեմ ուզում պատմեմ, որովհետև մարդիկ կլինեն կնեղացնեմ։ Թե չկան մի քանի շատ լուրջ դրվագներ կամ կյանքում, որ իմ կյանքը փոխել են։ Ընդհանուր առմամբ, այսպես ասեմ, մանկությունից հասկացել եմ, որ պիտի ուժեղ լինես, ու հետո հասկացա, որ այն ուժեղը պիտի չլիներ ինչ որ կայի, ուժը քո հանի մեջ չի, պոզերի մեջ չի, այլ քո խոհեմության ու խոնարհության մեջ։ Դե ես հարցնեի, ով է ուժեղ մարդը ձեզ համար, ձեր կարծիքով։ Խոհեմ խոնարհ մարդ, ով գիտի խաղաղարար լինել, խաղաղարար։ Կոնֆլիկտի մեջ, դու եթե կոնֆլիկտի մեջ ես մտնում, դու քեզ պետք է հարց տաս, դու այդ կոնֆլիկտը ուզում ես լուծես, թե ուզում ես ճիշտ լինես այդ կոնֆլիկտի մեջ։ Այդ հարցը եթե քեզ տաս, դու այդ հարցի պատասխանը արդեն կստանաս։ Եթե դու ուզում ես ճիշտ լինես, այդ կոնֆլիկտը պրոբլեմա ունենալու։ Հիմա ոնց որ բոլոր ազգերը, շատ ազգեր ուզում են ճիշտ լինեն։ Իրենք չեն ուզում լուծեն խնդիրը։ Դրա համար էլ այստեղ այնտեղ սա պայթեցնում է։ Բռնցքամարտիկներից մեկը գիրք էր գրել ու այսպեսի միտք էր ասել, որ դու կարող ես կռվել միջև վերջ, բայց դու կարող ես դեմքիդ մի այնպեսի հարված ստանալ, որից հետո կփոխվեն քո կյանքի բոլոր պլանները։ Իսկ ով է խելացի մարդը ձեր կարծիքով։ Ով առաջին տեղում դնում է բասուն ու իր ընտանիք։ Այդ մարդուց լիքը բան կա սովորելու։ Մեծագույն մի բան պատասխանատվության զգացում։ Այսօր ինչ պակասում է։ Ինչ եմ շեշտը բերում Աստծուն ու ընտանիքին, երկուսի հանդեպ էլ դու ունես պատասխանատվության զգացում։ Այն մարդը, ով այդ երկու կարևորագույն սկզբունքներին չի դավաճանում, ինքը ոչ մեկին չի դավաճանի։ Արդեն ինքը կյանքը ճանաչում է։ Ինքը արդեն կյանքը ճանաչում է ու իրանից կարելի է լիքը բան սովորել, որովհետև դա հիմքն է։ Կարևոր խորհուրդ, որ ձեզ տվել են կյանքում։ Հիմա ասենց փաստի առաջ լիքը կան այդպիսի խորհուրդներ։ Ես կասեմ այն ինչը գրված է Պապայի գերեզմանակարի վրա, որ ծնվել ես պիտի մարդ լինես։ Ու ինքը դա այնքան լավ էր իմ համար բացում։ Արժանապատվությունը, մարդկային գիտակցությունը, թե դու ինչի համար ես այս աշխարհ եկել, որ քեզ հարգեն, որ դու կարողանաս Թումանյանի ասած գործն է անում, քո գործով կարևորվես։ Մարդը հո մենակ քայլողը չի, մարդ ինքը այնքան հզոր է որովհետև Աստված ինչ ասում, ստեղծեց մարդուն իր պատկերով ու նմանությամբ, պատկերացնում եք, հիմա ինչքան է արժե զրկվել մարդ ասած գաղափարը։ Նույնիսկ Ամերիկայում հազար ներողություն, սա էլ ասեմ, փողոցում մի հատ շունչ ես գտնի, բայց այնքան կիսամեռած մարդ կգտնես, այդքան արժե զրկվել է։ Շների մասին հոգացությունը ավելի մեծ է, քան մարդկանց մասին։ Չեմ ասում շների մասին է դինի հոգացություն, բայց մարդը գերագույն արժեք է, էլի եմ ասում, որովհետև Աստված ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ։ Հասկանում եք, մարդն է արժեք, մեծագույն արժեք։ Իսկ մարդու տեսակը արժե զրկված է։ Էսա։ Ամենադժվար գործը, որ արել եք կյանքում, ո՞րն է եղել։ Ամենաբարդ աշխատանքը։ Լավ պապա լինելը։ Ահա որ դժվար է։ Երևի կասեն, դա է շաբլոն ծեծված բան, չէ, ահա որ դժվար գործ է։ Մանավանդ աղջիկների պապա լինելը։ Հələ տղեն հեչ մի քիչ դրսից կսովորի, մի քիչ ընկերներից, մի քիչ հոպարից։ Ամենամեծ դժվարությունը ի՞նչն է։ Այնպես անես, որ շատ չգայթակղվեն, էլի։ Գայթակղությունը այնքան շատ է։ Այդ գայթակղությունը մեզ շեղում է, մեզ տանում է ուրիշ տեղ։ Ես ամեն ինչ անում եմ, որ իմ երեխեքը իհարկե փորձում եմ իրենց հնարավորինս ամեն ինչով ապահովել, բայց դրա մեջ փորձում եմ այդ գայթակղության տարը իջացնել հնարավորինս։ Արժեք չտեսնեն այդ նյութականի մեջ։ Սենց տենես տեսնելու են, որովհետև ասում եմ իրենց կողքը չես կարա դու ասենք, չգիտեմ, հոսանքին հակառակը, բայց գոնե կարող ես մինիմալացնել այդ ամեն ինչ։ Փորձում եմ դա պահպանել։ Հետո միշտ ասում եմ հիշեք, որ դրա վրա շատ մեծ շեշտ, որ դուք ունեք ազգանուն, որ ձեզ վստահված է։ Ես էլ շնորհակալ եմ իմ հորից, որ ինձ ազգանուն է վստահել։ Իսկ կյանքում ազգանունը մենակ իմ եսը չի, ազգանունը դա ճանապարհն է, որ
գնում է, չէ, հորից երեխուս ման, ասում ձեր ազգանունը, ձեր ինքնասիրությունն, արժանապատվությունն է, միշտ հիշեք։ Ժամանակին ինչպես եք վերաբերվում, անցյալին, ներկային, ապագային։ Նո անցյալը Եվ ձեր տարիքին, ձեզ քանի տարեկան եք զգում։ ջահել եմ զգում ես։ Ով կարար այդքան արագ ծայրահեղ որոշումներ կայացնել կյանքում։ Ստեղից երբ որ շատ լավ ես, մի անգամից գնաս Ամերիկա, Ամերիկայից որոշես էլի հետ գաս։ Այսինքն իմ մոտ թեթև է այդ ամեն ինչը։ 18 տարեկանի նման է մեր ընտանիքը։ Փոփոխությանը հեշտ եք գնում։ Այո, բա իհարկե փոփոխություն չէ, շարժմանը։ Ես սիրում եմ process-ը, ոչ թե արդյունքը։ Ես process-ի մարդ եմ։ Ես եթե եկա հասա արդյունքին, ինձ հետաքրքիր չէ դա արդյունքը։ Ցավոք սրտի մարդկանց 90%-ը արդյունքն է իրancs համար կարևոր, բայց հասնում են, տեսնում են դա ոչ մի բան չկա։ Արդյունքը դա այդ սարի գլուխն է, բայց սար բարձրանալն է ամենալավը։ Ես միշտ սիրել եմ սար բարձրանալ։ Այդպես համարենք, այդ փոփոխության կողմնակիցն եմ ես։ Երբ որ միտեղ արդեն զգում ես լճացումը կապ չունի, դա քեզ ֆինանսապես կայունա դարձնում, թե ինչ մեկա դու պիտի փոփոխվես։ Փոփոխության մեջ էլ ես մարդու տեսակով աչք գրանցում։ Եթե դու չփոփոխվես, աճդ էլ է մարդկային հոգևոր կանգնում։ Պիտի շփվես ուրիշ կուլտուրաների հետ, որ դու էլ աճարցանը գրես, որ քո խոսքը նույնը չմնա, քո քայլերը նույնը չլինեն, վարժության չդառնան։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Ամեն ինչի չի անել։ Օրինակ կբերեք։ Չի համար կարող են ինձ շատ լավ հարցեր եք տալի դե։ Չի համար ինձ կարող են քննադատել։ Ես երևի որ շատ բաներ ես չեմ կարողանում ճիշտ բացատրեմ էմոցիաների տակ խոսացածից համար։ Մանուն մեկ ասում է, ես իր հետ համաձայն եմ։ Ինքը ասում է, ես քեզ հասկանում եմ, դու ինչ ես ուզում ասես, բայց դու երբեմն սխալ ես արտահայտվում։ Ճիշտ ես ասում, ներսը ճիշտ է ասում, բայց սխալ ես անում, ամբիցիաներով ես խոսում։ Դու գիտես, որ դա ճիշտ է, բայց ուզում ես ասես, որ դիմացինը պատրաստ չի դա ընդունել։ Շատ իմ ասածներ քաղաքականության մեջ էլ, երբ որ բոլորը չէին խոսում, ասենք այդ ժամանակ ասում էին, որ ես սկսեցի խոսալ, ասում Սալքո, դու մեկ էլ ես պահերի ես այնպեսի բաներ կասեմ, որ խփնվել է այստեղ են։ Ասենք, տես բաներ ունեմ, ես չեմ սպասում ինչ-որ բան, ես միանգամից արտահայտվում եմ։ Այնպես չի, որ քաղաքականության մասին հիմա չեմ խոսում, որովհետև վախում եմ կամ բան, չէ, ես հասկացել եմ, որ ես դատավորը չեմ, ու ես փրկիչ չեմ։ Facebook-ում բոլորը դատավոր են ու փրկիչ։ Փրկիչն էլ դատավորն էլ վերևն է։ Դու քո գործով զբաղի տղա ջան, քո խրամատից դուրս մի արի։ Ես դուրս եկել եմ խրամատից գնացել եմ ուրիշ տեղ է, ինչ որ խրամատ։ Դրա համար եմ ասում։ Այդ բանն է ինձ դերվի դրա համար կքննադատեմ։ Ձեր տեսած ամենազդեցիկ տեսարանը։ Երբ որ հայրս մահացավ, ես մի քիչ ուշ հասա, դռները բացվեց տան ու լիֆտը շատ փոքր էր։ Իրան տենց աջալով բժիշկները հանում են, դες ոնց որ ես հասկացա կյանքի էս ինչ բան է։ Աջալի մեջ տենց չիմացա սկզբից որ papas այդ աջալի մեջ տես փաթաթած տենց բռնել են տենց ու այդ մինչև հիմա երեսիս է աչքերիս մեջ է, գիտակցությանս մեջ։ Այդ իմ ամենասարսափելի տեսարն էր, որ հորս տենց տեսա, որ ասինքն մի կոպեկի արժեք չուներ այդ կյանքը, էլի ոնց որ մարդը կար ու չկա ու այդպես չկա։ Երբ մարդիկ նայում են ձեզ, ձեր կարծիքով ինչ են մտածում։ Նայած ով անայում։ Համենայն դեպս ես իրանց հանդեպ անկեղծ եմ։ Իսկ թվում է աչքերը չեն ստում, նայած ոնց կնայես։ Հայելի է, չէ՞, հիմա ես ձեզ ոնց մոտիկանամ, տենց էլ իմ մասին կմտածեք։ Հիմա փողոցում եթե ասենք, չգիտեմ, հələ փողոցն անցի, ինչ կմտածեք հիմա։ Ոնց ով է այս անդաստիրակը։ Եթե ասեմ, նայեք ինչ գեղեցիկ կին եք, ասես, վայ, ես ինչ նրբանը կատա։ Ինչ ասես են եք ստանաս։ Ինչ պետք է մտածեմ։ Հայելի մուլտֆիլմը տեսել եք, չէ՞, ով ինչ տեսնում։ Ես ոնց ձեզ հետ խոսամ, այդ կարծիքն էլ իմ մասին կունենաք։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Սիրելի գիրքը Աստվածաշունչը, որ անընդհատ ընթերցում եմ։ Ֆիլմը, երաժշտական կատարումը։ Էրիկ Քլեպտոն, բլյուզ եմ շատ սիրում։ Այս վերջերս արդեն կլասիկան շատ ադուրս գալիս Բախ, Բեթհովեն, Արամ Խաչատրյան։ Շատ եմ լսում, իր տարիքից է մեկ էլ, չգիտեմ, Աստվածային նոտ երաժշտությունը, ֆիլմ, շատ են ֆիլմերը։ Երևի առանձնացնեմ, որ մեծ տպավորություն է թողել Մել Գիբսոնի Խիզախ սիրտը։ Սերը մարդուն ինչ թևեր կարա տա։ Կնոջ մեջ ամենաշատ ինչն է գնահատում։ Իմաստությունը։
խոնարհությունը, իմաստությունը, կանացիությունը, տղամարդուն գնահատելու ձիրքը, երկրորդը լինելու ուժը, որ ինքը գիտակցաբար ասում է, ես գնում եմ իմ ամուսնու հետևից։ Այնքան սիրուն է, որ կինը գնում ամուսնու հետևից։ Ասենց իրար հետևից գնում են, ձեր ձեռի բռնած։ Շնորհակալություն։ Ձեզ էլ